Եթե Աշոտը արդեն 12 վեպ է գրել, եւ այդ վեպերը ձեռքից ձեռք են խլվում, եւ դառնում են արդեն գրադարանային մատենագիտական հազվագյուտ նմուշներ, սրան մեղավորը հենց Աշոտն ինքն է, որովհետեւ գրում է բարբետորեն, գրում է այն, ինչ անհրաժեշտ է գտնում իր ժողովրդին։ Գաղտնիքների տիրակալը, ռեզիդենտը, Սևհովազը, մենակը, ամենաընթերցվող գրքերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանի բոլոր վեպերը փաստական են, անվանական կերպարներով, որոնք իրական հերոսներ են։ Կարդինալը, որը հեղինակի 12-րդ գիրքն է, բացահայտում է մի մարդու, ում մասին քչերը գիտեն։ Պատմում է կաթոլիկ եկեղեցու միակ հայ կարդինալ, հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանի մասին։ Գիտեի, որ չի ճանաչում, որովհետև Սովետ միության տարիներին ինքը պերսոնալ նոն գրատա արգելված էր եւ այդպես ալիքով եկել էր միջև ներորը եւ մեր ժողովուրդ չէր ճանաչում իր ամենահավիրական զավակներից մեկին։ Հեղինակը հետո շարունակում է. Կարդինալ Աղաջանյանը աշխարհում երբևէ ամենաբարձր պաշտոն ստանձնած հայն է, որի մասին հայ ժողովուրդը ոչինչ չի իմացել։ Նա երկու անգամ 1958 եւ 1963 թվականներին Հռոմի Պապի ընտրություններում ամենահավանական թեկնածուն է եղել, բայց աշխարհի հզորագույն երկրների հետախուզական կառույցների հատուկ օպերացիաների պատճառով Հռոմի Պապ չի ընտրվել։ Բայց 12 տարի լինելով Վատիկանի երկրորդ դեմքը, Աղաջանյանն իր հայանպաստ գործունեությամբ մեծագույն դեր է ունեցել։ Մասնավորապես Քեսապն ու եւս 9 հայկական գյուղեր նրա շնորհիվ փրկվել են թուրքական գերիշխումից։ Պարզապես իրեն չի ներվել 46 թվականի իր մի հայտարարություն, որով ինքը դեմ է եղել հայրենադաշտությանը։ Եվ հա երևս նոր երկու ամսվա կարդինալը, ու ինքն է ասում իր հուշերում, ասում է երկու ամիս առաջ ամբողջ աշխարհի հայությունը իմ կենացն են խմում, ամեն տեղ հպարտանում էին, երկու ամիս հետո այդ նույն հայությունը ամբողջ աշխարհով մեկ հայոյում էր կարդինալ Աղաջանյանին։ Նվիրյալ հոգևորականին որպես հակակոմունիստ խորհրդային միությունը արգելել է հայրենիքի հետ ցանկացած շփում։ Աշոտ Աղաբաբյանն այս վեպով գեղարվեստորեն ամբողջացնում է մեծ հայի հանրահայտ հոգևորականի տիեզերական ու բացառիկ կերպարը։ Գիտեք, ես ամոթ զգացի, որ մեր հասարակությունը իր բազմության մեջ չի ճանաչում կարդինալ Աղաջանյանին։ Եվ եթե դա կարելի էր հասկանալ սովետական միության տարիներին, դա բացարձակապես անբացատրելի է, արդեն մենք 35 տարի ունենք անկախ Հայաստան եւ շարունակում ենք չճանաչել կարդինալ Աղաջանյանին, մեծագույն հային, որը աշխարհի տիրակալ մակարդակի հայ է եղել։ Իսկ ինչու հատկապես նրա կենսագրությունը, որովհետև այդ կենսագրությունն է, որ հայ մարդու համար, այսօրվա հայ երիտասարդի համար ուսանելի է, բոլոր առումներով ուսանելի։ Թեև գրքում հեղինակն ամբողջացրել է կարդինալ Աղաջանյանի կերպարը, բայց արձակագիրն անկեղծանում է, որ դեռ շատ փակ էջեր կան, իսկ ձեռքի տակ եղած փաստական նյութերը բավարար են եղել վեպն ավարտին հասցնելու համար։ Դժվարությամբ ու երկարատև մոտ 10 ամիս հավաքել է փաստագրական նյութերը եւ այդ ընթացքում նրա կողքին է եղել ու աջակցել է կարդինալի զարմիկը։ Ինչպես ինչի անկախ ամեն ինչից հավաքում է եւ պատահաբար պարոն Աղաբաբյանը եկավ իմ լավ ընկերներից մեկի հետ, ասաց այդ գաղափարով այդ աշխատությունը գրեթե ավարտել է հասցնում։ Բնականաբար չէի կարող անտարբեր մնալ, վերջինս մոտ 30 գիրք արդեն հովանավորել եմ, առավել եւս այս գիրքը չեմ կարող ինձ շրջանցել, լինելով պատմաբան, շատ լավ գնահատելով նաեւ այն, որ այդտեղ շատ լուրջ փաստագրական նյութ է ներգրավված։ Ինձ բավականին շատ մեծ օգնություն է ցույց տվել Մխիթարյան միաբանությունը Վիեննայից, հայ կաթոլիկ եկեղեցին, պատրիարք կաթողիկոսը, Ռաֆայել Պետրոս 21-րդը, Բեյրութի զմար վանքը։ Կարդինալը վեպն այսօր Հռոմի Պապ Լևոն 14-րդի սեղանին է։ Հետաքրքրված լինելով գրքով կաթոլիկ առաջնորդը մայիսին հանդիպում էր նախատեսել հեղինակի հետ։ Այն տեխնիկական պատճառներով հետաձգվել է, բայց չի չեղարկվել։ Առաջիկայում սպասված հանդիպումը տեղի կունենա։ Կարդինալ վեպը լույս է տեսնելու նաև իտալերեն ու պարսկերեն թարգմանությամբ։
Մարինե Տերբենյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։